Այս բաժակով էլ խմենք մեր հողն ու ջրի կենացը։ Որտեղ որ լինենք, Հայաստանից քաղցր բան չկա։ Հայաստանի ու Արցախի կենացը։ Տարին ոնց է լինի ամեն մի հայ առնվազն 3 անգամ խմում է հայրենիքի կենացը։ Ճիշտ էլ անում է, հայրենիքից քաղցր բան չկա, որտեղ էլ կյանքի բերումով չի հայտնվել հայը։ Բայց եկեք մի բան մտածենք։ Ասում են աշխարհում կա մոտ 10 միլիոն հայ։ Հանենք այս թվից երեխաներին եւ չխմողներին, տակը կմնա 7 միլիոն։ Դե իհարկե հայրենիքի կենացը պետք է խմել հայկական կոնյակով, որի շշի միջին արժեքն է $60։ Ամեն շշի մեջ կա 10 բաժակ կոնյակ, այսինքն միջին կոնյակի բաժակի արժեքն է $6։ Բազմապատկենք այս $6-ը 7 միլիոն Հայաստանի կենացը մեկ անգամ խմող հայերով եւ կստանանք $42 միլիոն։ $42 միլիոն կարելի է կառուցել 55 գյուղում նոր դպրոցներ, կամ 140 կիլոմետր ճանապարհ, կամ 20 ժամանակակից նոր հիվանդանոց, կամ 120 գյուղում համայնքային կենտրոններ, կամ 100 գյուղ ապահովել շուրջօրյա խմելու ջրով, կամ գյուղերում բաժանել 20,000 ցեղական կով, որոնք տարեկան կարտադրեն 145 միլիոն լիտր կաթ։ Տպավորիչ է, չէ՞։ Եվ այս ամենը միայն մեկ բաժակ կոնյակի գնով։ Միգուցե արժի տարվա մեջ գոնե մեկ անգամ հայրենիքի կենացը իսկապես նվիրել հայրենիքին։ Իմաստավոր ենք հայրենիքի կենացը իրական եւ շոշափելի գործով, որ Հայաստանը միշտ լինի կանգուն եւ ամուր։ Մասնակցեք Հայաստան համայնքական հիմնադրամի հեռուստամարաթոն 2012-ին, Գոհաբանության օրը նոյեմբերի 22-ին, առավոտյան ժամը 8-ից Լոս Անջելեսի բոլոր հայկական հեռուստաալիքներով։ Ուսուսի տանք, սարեր շուռ կտանք։ Հայաստան համայնքական հիմնադրամ։